Մեկնարկեցին իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կից տեսանյութ հրապարակելով։ Քննարկման ընթացքում վարչապետն անդրադարձել է հարցին, ինչ է գաղափարախոսությունը եւ ինչի համար է։ Այդ հարցին վարչապետի պատասխանը հետեւյալն է. գաղափարախոսությունը բանաձևերի համախումբ է, որով մենք գնահատում ենք մեր գործողությունները, որոնց վրա հիմնվելով կայացնում ենք որոշումներ։ Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը հրատապ ընթացակարգի ներքո։ Բրյուսելում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող եւ բանաձևի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը, ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։ Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին եւ խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք քաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների եւ սկզբունքների։ Իր ելույթում ասել է եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։ Հայաստանի հարցերով համազեկուցող եւ բանաձևի համահեղինակներից Վասիլիա Դինկուն իր ելույթում նշեց հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության եւ խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից, այդ թվում Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հարցում։ Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը եւ աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք ուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ եւ խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով մենք պետք է գործենք հիմա եւ ընդունենք կոնկրետ միջոցներ ապագա ողբերգություն թույլ չտալու համար։ Իր ելույթում նշեց Եվրապադգամավորը։ Առաջարկված բանաձևի համահեղինակ Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին եւ որ գերիների միակ մեղքը հայ լինելն է։ Լուազոն դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ափսոսանք հայտնեց, որ նա հերթական անգամ ներկա չի լիագումար նիստին եւ չի լսում իրենց։ Պատգամավորը Կայա Կալասին հորդորեց գնալ Հայաստան եւ տեղում տեսնել, որ կա մի երկիր խաղաղության ձգտումով ու Եվրոպայի երազով։ Եվրախորհրդարանականը կոչ արեց լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ է անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։ Եվրոխորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ ունեցած ավելի քան 1 տասնյակ պատգամավորներն կարևորեցին ԵՄ-ի խիստ դիրքորոշման Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը եւ ստեղծված քաղաքական իրավիճակն անվանեցին ամոթալի։ Պատգամավորները հիշեցրեցին, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից եւ եվրոպական արժեքներից, հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական եւ ադրբեջանական գազի միջեւ։ Քննարկման ավարտին ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։ Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղի 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության եւ մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերը նույն մտահոգություններն են արտահայտել եւ այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում, հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի եւ հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է եւ այս հարցերին եւ մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին, ասաց հանձնակատար Յորգենսենը, հավելելով, որ Եվրամիության հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարգումն է։ Ուստի Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինակ
օրինական դատավարության եւ արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ եւ անկողմնակալ կերպով հետաքննվեն, նշեց հանձնակատարը։ Հանձնակատար Յորգենսենը նշեց, որ Եվրամիությունը շարունակելու է կոչ անել, որպեսզի կողմերը հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին, կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ, ուղղված երկարատև եւ կայուն խաղաղության հաստատմանը, եզրափակեց Դան Յորգենսենը։ Հրատապ ընթացակարգով առաջարկված բանաձևը քվեարկության կդրվի այսօր մարտի 13-ին։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։ Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրք օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու եւ 3 դրվագ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման օժանդակելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելանքը, հայտնել են Հայաստանի Հանրապետության դատախազությունից։ Նիդերլանդները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը, դա արտացոլված է փաստաթղթերում, որը մենք այսօր ստորագրեցինք, հայտարարեց Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը տևած համատեղ ասուլիսում։ Նիդերլանդների դեպքում սա հազվադեպ է պատահում։ Հաճախ չէ, որ մենք նման փաստաթուղթ ենք ստորագրում, սա ցույց է տալիս այն նվիրումը, որ մենք ունենք Հայաստանի հանդեպ, ասաց նա։ Վելտկամպը նշեց, որ Նիդերլանդները պատրաստ է օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնելու տնտեսությունը, ավելի քիչ կախված լինելու Ռուսաստանից։ Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին, նախարարն ասաց. «Գովել են այն կառուցողական քայլերը, որոնք ձեռք են բերվում այս գործընթացում։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են Եվրոպայի համար։ Նիդերլանդները սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Երեկ ես Անկարայում էի, հանդիպել եմ պաշտոնատար անձանց հետ։ Համոզված եմ, որ երկու կողմերն էլ ունեն մոտ ապագայում հարաբերությունների կարգավորման կամքը», ասաց նա։ Խոսելով Բաքվում ապօրինի պահվող գերիների մասին, Վելտկամպը նշեց, որ նրանք պետք է պաշտպանված լինեն հավուր պատշաճի, միջազգային չափանիշների համաձայն, պետք է ունենան ազատ ու եւ արդար դատավորության իրավունք։ Վստահ ենք, որ Նիդերլանդները եւ Եմեն կշարունակեն բարձրացնել այս հարցը։ Մենք այս հարցը կշարունակենք բարձրացնել նաեւ Բաքվում, այս հարցի շուրջ այլևս չենք ընդլայնվի, բայց վստահ եղեք, որ այս հարցի վրա մեր ուշադրությունը սևեռում ենք, ասաց նա։ Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող 900,000 ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 1 հեկտար մակերեսով հողամասը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավորինական ուժի մեջ մայրաքաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող շուրջ 900,000 ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690,000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9400 քառակուսի մետր մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հնդկական ԶԼՄ-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև BRICS-ին։ Մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ BRICS-ում, ունենալու դիտորդի կարգավիճակ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հնդկական ԶԼՄ-ին։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը դիտարկում է, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը եւ ձևաչափը տարածաշրջանին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ոչխարների կաշառքի գործը։
Բաքվի դատարանում, որտեղ 3 շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ցուցմունք տված անձիկ պատմել են, թե իբր Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը եւ տարածքների ականապատումը։ 3 ռազմական պահեստների կառուցումը իբր Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել եւ հավաքել զգալի քանակությամբ զենք զինամթերք, դրոններ եւ այլ ԱԹՍ-ներ եւ քարոզել է զինվել եւ կռվել ադրբեջանցիների դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանն են եղել։ Կամո Հայրապետյանի մասին արցախցիներից մեկը մանրամասներ է պատմել։ Իդեպ Թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում մետրոյի Գյանջլիկ կայարանի դիմաց հակամարտության սկզբում։ Կամոն նրան գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում, նրան ստիպել են բացատրագիր գրել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։ Նշվում է, որ թե Կամո Հայրապետյանը, թե Մուշեղ Գրիգորյանը բռնի տեղահանումից հետո մնացել են Արցախում, ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն։ Վարդանյանի գործով շինծու դատավարությունը կշարունակվի մարտի 18-ին։ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117372 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 2024 թվականի փետրվարին 127241։ 2025 թվականի փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից 39%, Վրաստանից 15% եւ Իրանից 8%։ Ռուսաստանի դրոշը բարձրացվել է Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի կենտրոնական հրապարակում։ Այս մասին հայտնել է 11-րդ առանձին պահակային օդադեսանտային հարձակման բրիգադի պարաշյուտային գումարտակի հրամանատարը, որը գործում է հյուսիսային զորքերի խմբի կազմում։ Այսօր մարտի 12-ին Սուջայի քաղաքային վարչակազմի շենքի մոտ բարձրացվել են Ռուսաստանի Դաշնության եւ զինված ուժերի այն ստորաբաժանումների դրոշները, որոնք մասնակցում են այս գործողությանը, ասել է գումարտակի հրամանատարը ԹՄԱ ցուցանակով։ Իրանը դեռևս չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալ-Խամենեիին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն միջնորդը շուտով այն կհանձնի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ Նամակը գրված է, բայց մեզ դեռ չի հասել պայմանավորվածություն կա, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը մոտ ապագայում այն կհասցնի Թեհրան, ասել է նախարարը Իրանի պետական հեռուստարադիոընկերության ճեպազրույցում։ Դիվանագետի խոսքով Իրանը մնում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ, նրա միջուկային ծրագիրը գործում է այս շրջանակներում, սակայն Թեհրանն իր վրա չի դնում որևէ սահմանափակում, որը դուրս է պայմանագրից։ Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումներով Լեհ ուկրաինական Շեշուվ Յասենկի օդանավակայանի լոգիստիկ հանգույցի միջոցով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Պավել Զալևսկին։ Վերսկսվել է ուկրաինա-ամերիկյան զենքի մատակարարումը Լեհական Յասենկիի լոգիստիկ հանգույցից, գրել է նա X-ում։ Իր հերթին Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպումից հետո հաստատել է կիև-ամերիկյան զենքի մատակարարումների վերականգնումը լրիվ ծավալով։ Մարտի 11-ին Ջիդայում բանակցություններ են վարել ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունները։ Արդյունքում ուկրաինական կողմը ընդունել է 30-օրյա հրադադարի առաջարկը, իսկ ամերիկացիներն իրենց հերթին հայտարարել են ռազմական օգնության եւ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերսկսման մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ է արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանող պլանի մշակմանը։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ելիսեյան պալատի կոմյունիկեն։ Հաշվի առնելով հաշտության բանակցությունների արագացումը, նախագահը պարզաբանել է, որ այսօր պետք է հայեցակարգից անցնենք պլանի անվտանգության վստահության արժանի երաշխիքներ սահմանելու նպատակով, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա հաստատուն եւ երկարատև խաղաղությունը, հայտնել են Ֆրանսիայի նախագահական գրասենյակից։ Նաեւ հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները համակարծիք են, որ անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից եւ նրա հնարավորություններից։ Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջազգային խորհրդակցությունը տեղի ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ։
Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը Վիվիան Ուիլսոնը քննադատել է իր միլիարդատեր հորը իբր իր երեխաների համար ընտրովի արտամարմնային բեղնավորում էկո կիրառելու համար։ Իմ սերը ծննդյան ժամանակ ապրանք էր, որը գնվում եւ վաճառվում էր։ Դրա համար էլ երբ ես մանուկ հասակում կանացի էի, իսկ հետո դարձա տրանսգենդեր, ես դեմ էի այն ապրանքին, որը վաճառվում էր, գրել է 20-ամյա երիտասարդը Trade-ում։ Այդ առնականության ակնկալիքը, որի դեմ ես ստիպված էի ըմբոստանալ իմ ամբողջ կյանքում, դրամական գործարք էր, ինչպես է դա օրինական, գրողը տանի։ Ուիլսոնը հրապարակավ հայտնել է որպես տրանսգենդեր 2022 թվականի հունիսին, երբ նա դիմել է անուն փոխելու հարցում եւ վերցրել մոր ազգանունը Ջասթին Ուիլսոն։ Հայտարարության մեջ որպես պատճառ նշվում է գենդերային ինքնությունը եւ այն փաստը, որ ես այլևս չեմ ապրում եւ չեմ ցանկանում որևէ կերպ կամ որևէ ձև կապված լինել իմ կեսաբանական հոր հետ։ 2 տարի անց 53-ամյա Մասկը պնդել է, որ իրեն խաբեությամբ ստիպել են թույլ տալ Վիվիանին բժշկական սեռափոխություն կատարել։ Ինձ ըստ էության խաբեությամբ ստիպել են ստորագրել իմ ավագ որդիներից մեկի Քսավիերի համար փաստաթղթերը, ասել է Թեսլայի գործադիր տնօրենը հոգեբան դոկտոր Ջորդան Պետերսոնին The Daily Wire-ին տված հարցազրույցում, օգտագործելով Վիվիանի ծննդյան անունը։ Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը մարտի 14-ին Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չաոսուն, որին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը եւ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Վրաստանի դատարանը նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, 9 միլիոն լարիի մոտ 3.2 միլիոն դոլար բյուջետային միջոցների յուրացման գործով, հայտնում է Մտավարին։ Սաակաշվիլին նաև 3 տարով արգելել են զբաղեցնել պետական պաշտոններ։ Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել դեռ 2014 թվականին, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում։ Ըստ քննիչների Սաակաշվիլին բյուջեի միջոցները ծախսել է անձնական կարիքների վրա։ Մասնավորապես ըստ դատախազության խոսքը վերաբերում է հյուրանոցների վճարմանը, Իտալիայում զբոսանավերի վարձույթին, խոհարարի, մերսողի ծառայությունների վճարմանը եւ այլն։ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարո Ջոնսոնին եւ Էնդրյու Նապոլիտանոին տված հարցազրույցում։ Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է. միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն մշակելու ցանկացած տարբերակ։ Ոչ մի դեպքում մեզ հետ ոչ ոք չի խոսում, նրանք անընդհատ ասում են ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, բայց ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ առանց Ռուսաստանի։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրին խաղաղապահների մասին, նա ասաց, որ դեռ վաղ է դա քննարկել, բայց սովորաբար դա պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Ինչու պետք է համաձայնվենք խաղաղապահ ուժերի կամ խաղաղապահ խմբի ներկայությանը։ Նրանք ուզում են, որ նման ուժը բաղկացած լինի մեծ թշնամի հայտարարած երկրներից։ Նրանք կգան այնտեղ որպես խաղաղապահներ, ասել է նախարարը։ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում եւ այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք նորից գալ, ասել է նա Ռադա Սալիքի ճեպազրույցում։ Նույն ճեպազրույցում Զելենսկիի գրասենյակի ղեկավարը նշել է, որ հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հարմար գտնի։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության USAID ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին պաշտոնական։ Այս մասին հայտնել է Պոլիտիկո պարբերականը, հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։ USAID-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա Քարը կարգադրել է անընդհատ մանրացնել եւ այրել փաստաթղթերը, որոնք գտնվում են գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանի արխիվում։ Գաղթի պահարանների նյութերը եւ անձնական թղթապանակները
ենթակա են անհապաղ ոչնչացման։ Բացի արխիվների ոչնչացումից, դրանց զբաղեցրած տարածքները եւս կփոխանցվեն այլ գերատեսչությունների՝ ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությանը։ Միացյալ Նահանգները նաեւ դադարել է ֆինանսավորել ՄԱԿ մարդու իրավունքների գծով գլխավոր հանձնակատարի վարչության որոշ նախագծերը, այդ թվում Ուկրաինայի վերաբերյալ, ինչը հանգեցրել է մի շարք ծրագրերի փակման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ըստ ամենայնի հետ է կանգնել ավելի վաղ հայտարարված կանադական մետաղների մաքսատուրքերը կրկնապատկելու մասին։ Իր խոստումից, որոնք այսօր ցնցել են շուկաները, հայտնում է NBC News-ը։ Թերևս այդպես է, պատասխանել է Թրամփը լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կնվազեցնի կանադական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը, որոնք ինչպես Թրամփը խոստացել էր 25-ից 50% կկազմեն։ Մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ժամկետների առնչությամբ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես ձեզ կտեղեկացնեմ»։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր կրկնապատկել կանադական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը սկսած չորեքշաբթի օրվանից ի պատասխան Օնտարիոյի նահանգին մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա 25% մաքսատուրքի սահմանման։ Դա նախորդել էր Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդի Կանադայից էլեկտրաէներգիայի ներմուծման հավելավճար սահմանելու խոստումից հրաժարվելուն։ Գրենլանդիային դիմադիր դեմոկրատական կուսակցությունը, որը հանդես է գալիս անկախության հանրաքվեի օգտին, Գրենլանդիայի ընտրություններում հաղթում է 29.9%-ով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, հղում կատարելով պաշտոնական տվյալներին։ Val-Gale կայքի տվյալների համաձայն նրան հաջորդող վարկանիշային ընդդիմադիր կենտրոնամետ Նալերակ կուսակցությունը, որը ձգտում է կղզու շուտապույտ անկախությանը, հավաքել է 24.1%։ Երրորդը Inuit Ադգադգեյթն է, որը նախորդ խորհրդարանական ընտրություններում 31 պատգամավորական մանդատներից ուներ 12-ը։ Այս քաղաքական ուժը, ինչպես նաև CMT խորհրդարանում ուներ 10 մանդատ, աջակցում են անկախության հանրաքվեի անցկացմանը, սակայն դեռևս չեն որոշել համաժողովրդական հարցման ժամկետը։ Դանիայի հետ 2009 թվականի համաձայնությամբ Գրենլանդիան կարող է անկախություն ձեռք բերել, բայց միայն հանրաքվեի անցկացումից հետո։ Թեև Գրենլանդիայում լայնորեն տարածված է լիակատար ինքնիշխանության աջակցությունը, ոմանք վստահ չեն, թե ինչ կնշանակի դա կղզու պաշտպանության եւ տնտեսության համար, եթե նա որոշի գործել ինքնուրույն, նշվել է հրապարակման մեջ։ Երեկ Երևանում մեկնարկել է Էխո Եվրասիա կինոֆեստը կինոֆորումը, որը կտևի մինչև մարտի 13-ը։ Հետխորհրդային երկրներում արտադրված վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր կցուցադրվեն երևանյան էկրաններին։ Փառատոնի հիմնական նպատակներն են փորձի փոխանակումը երկրների կինոարտադրության ոլորտում, ինչպես նաեւ աջակցությունը երիտասարդ տաղանդավոր կինոգործիչներին։ Այն կմիավորի ոլորտի մասնագետներին, կառաջարկի կրթական մոդուլներ, վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի դերասանների հետ եւ կցուցադրի Եվրասիա կինոֆեստը փառատոնի լավագույն ֆիլմերը։ Փառատոնի մասնակիցներից վավերագրող Աշոտ Գևորգյանը նշեց, որ սա առաջին միջոցառումն է Հայաստանում, մինչ այդ ավելի մեծամասշտաբ միջոցառում է տեղի ունեցել Ռուսաստանում։ Կինոփառատոնները ոչ մի երկրին ոչինչ չեն տալիս։ Եվրասիայում կան տարբեր ծրագրեր, որոնք տարբեր նպատակներով են արվում, դոկումենտալ ֆիլմերը, ուսանողների ֆիլմերն են ֆինանսավորվում, փորձի փոխանակում է տեղի ունենում։ Սովետական ֆիլմերի դեպքում ազգային ինքնությունն է մեջը, իսկ հիմա նկարում են թիթեռ ֆիլմեր։ Իհարկե, որպես էքսպերտ ֆիլմերում ուշադրություն եմ դարձնում նաև դրա վրա, եթե կինոն ազգային հիմքերից հեռու է, ապա այդ կինոն չի ստացվում, նշել է Աշոտ Գևորգյանը։ Էխո Եվրասիա կինոֆեստը ոչ կոմերցիոն նախագիծ է, որն ուղղված է ԵԱՏՄ երկրներում երիտասարդ տաղանդների աջակցմանը եւ մասնագիտական համայնքի զարգացմանը։ Պակիստանի անվտանգության ուժերն ազատել են գրոհայինների կողմից առևանգված գնացքի 155 ուղևորի, անորոշ է մնում դեռևս 300-ի ճակատագիրը։ Ընդ որում օպերացիայի ժամանակ 30 ծայրահեղականներ են սպանվել ուժայինների կողմից։ Ծայրահեղականները պայթեցրել են երկաթգիծը, իսկ հետո կրակ բացել գնացքի վրա։ Վիրավորվել է վագոնավարը։ Հարձակման ժամանակ տեղի ունեցել փոխհրաձգություն գնացքի անվտանգության ծառայության աշխատակիցների եւ զինյալների միջև։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Ուժայինները շարունակում են մնացած ուղևորներին ազատելու գործողությունը, հայտնի չէ նաև ուղևորներին պատան վերցրած ծայրահեղականների ստույգ թիվը,
Հաղորդվում է, որ ազատ արձակված 17 պատանդ հոսպիտալացվել է անհետաձգելի բժշկական օգնության համար։ Միջազգային մամուլը հայտնում է, գրոհենների հարձակումներից հետո գնացքը պարտադրաբար քշել են դեպի հեռավար Աֆղանստանի եւ Իրանի սահմանի մոտ։ Պատանդներին ազատելու հատուկ գործողության մեկնարկից հետո զինյալները բաժանվել են փոքր խմբերի։ Պակիստանի ուժայինների օպերացիան երբեմն բարդանում է, քանի որ գրոհենները պատանդներին օգտագործում են որպես կենդանի վահան։ Լոնդոնը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից արտասահմանյան պողպատի եւ ալյումինի մատակարարումների համար սահմանված մաքսատուրքերից։ Հիասթափեցնող է, որ ԱՄՆ գլոբալ մաքսատուրքեր է սահմանել պողպատի եւ ալյումինի վրա, գրել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի եւ առևտրի նախագահ Ջոնաթան Ռեյնոլդսը X-ում։ Նա հավելել է, որ Լոնդոնը մտադիր չէ անհապաղ առևտրային հակաքայլեր ձեռնարկել։ Մենք կենտրոնացած ենք պրագմատիկ մոտեցման վրա եւ ավելի մեծ արագությամբ առաջ ենք շարժվում ավելի լայն տնտեսական գործարքների շուրջ բանակցություններում, հանել լրացուցիչ մաքսատուրքերը ի շահ բրիտանական բիզնեսի եւ մեծ տնտեսության, ասել է նախարարը։ Կրեմլը ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախորդային կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք ելնում ենք նրանից, որ ինչպես երեք Ջիդդայում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով մեզ կտեղեկացնեն տեղի ունեցած բանակցությունների մանրամասների եւ ձեռք բերված փոխըմբռնումների մասին, ասել է Կրեմլի խոսնակը։ Ուկրաինայում զինադադարը եւ երկրին ԱՄՆ-ի օգնության վերսկսումը կլինեն Կանադայում կայանալիք G7-ի արտգործնախարարների հանդիպման հիմնական թեմաները։ Այս մասին Նովա գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ որքան հնարավոր է շուտ դադարեցվի։ Մենք եվրոպացիներս ամերիկացիների հետ միավորված կարող ենք հասնել այդ նպատակին, ասել է Թայանին։ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերսկսել է հետախուզական տեղեկատվության փոխանակումը Ուկրաինայի հետ Վոլոդիմիր Զելենսկուի եւ Դոնալդ Թրամփի միջև վեճի պատճառով առաջացած դադարից հետո։ Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։ ԱՄՆ նախագահի ղեկավարության շնորհիվ մենք մեկ էական քայլ ավելի մոտ ենք Ուկրաինայում արյունալի պատերազմի ավարտին։ Նախագահի հրահանգով Ուկրաինայի հետ հետախուզության փոխանակման դադարն ավարտվել է, գրել է Գաբարդը։ Մինչ այս Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է համաձայնել Ռուսաստանի հետ հակամարտությունում ժամանակավոր հրադադարին։ Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն անմիջապես կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը եւ կվերսկսի Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Կողմերը պայմանավորվել են ձևավորել բանակցային խմբեր հասնելու կայուն խաղաղության, որը կապահովի երկրի անվտանգությունը, ասել է Երմակը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը շուտով կլքի պաշտոնը, ողջունել է Ջիդայում ձեռք բերված հրադադարի առաջարկը, սակայն ընդգծել է, որ մնացածը Վլադիմիր Պուտինի գործն է։ Շոլցը իր արձագանքը տեղադրել է իր X սոցիալական ցանցում։ Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 30-օրյա հրադադարի գաղափարը կարևոր եւ ճիշտ քայլ է Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու նպատակով։ Մենք աջակցում ենք Ուկրաինային եւ ԱՄՆ-ին եւ ողջունում ենք Ջիդայի առաջարկները։ Հիմա գործը հասել է Պուտինին, ասել է Օլաֆ Շոլցը։ Հիշեցնենք, որ Սաուդյան Ջիդա քաղաքում մարտի 11-ին կայացած հանդիպման արդյունքներով Ուկրաինան համաձայնել է անհապաղ 30-օրյա զինադադար մտցնելուն, եթե Ռուսաստանը նույնպես դիմի այդ քայլին։ Իտալիայի չեմպիոն Միլանի Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Ֆեյենորդի դեմ Չեմպիոնների լիգայի 1-8 եզրափակիչի պատասխան խաղից։ Ինտերը տանը 2-1 հաշվով հաղթել էր հոլանդական Ֆեյենորդին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։ Առաջին խաղում Ինտերի Ֆեյենորդին հաղթել էր 2-0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Ինտերի մրցակիցը կլինի Մյունխենի Բավարիան։
Իսկ այժմ մարզական լուրերից շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մասնակցով։ Ռումինիայի Ֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովանիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը։ Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում։ Այն կմեկնարկի մարտի 15-ին եւ կեզրափակվի 26-ին։ Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 390 շախմատիստ։ Իսկ այժմ եղանակի մասին Երևանում մարտի 12-ից ցերեկը 13-ին 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ից ցերեկը 13-ին 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 12-ից ցերեկը 13-ին 17-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։